Շատ շնորհակալություն, ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք, մեր գործընկերները կարողացան վերականգնել կապը, որպեսզի մենք կարողացանք ձեզ միանալ եւ լսել ձեր խոսքը, որը շատ հետաքրքիր էր։ Հիմա ես մի փոքր խնդիր ունեմ, ընդհանրապես 20 րոպե մեզ մնացել եւ 3 անց կա, որոնք ձեռք են բարձրացրել 4 արդեն անց հարցերի համար, այսպեսով մենք երևի թե 5 րոպե կտանք յուրաքանչյուրին քննարկման համար, որպեսզի մեր օրակարգի վերջին կետին անդրադառնանք երկրորդը Տիկին Կանդանյան, պարոն Զիփյանը եւ ով էր չորրորդը 3 հոգի Կցանկանամ հավաքել բոլոր հարցերը, այնուհետև տալ հնարավորություն հարցերը բարձրացնելու համար, այնուհետև մենք եզրափակենք մեր օրակարգը։ Շատ շնորհակալություն։ Ես ունեմ մեկնաբանություն նախորդ քննարկման հետ կապված ներքին հարցերի հետ կապված այստեղ Հայաստանում աշխարհաքաղաքական իրավիճակը պատմության ընթացքում միջերկրածովյան տարածաշրջանում Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական իրավիճակը միշտ էլ խթան է եղել։ Ոչ ոք չի կարող գնալ Բրյուսել եւ ասել ես տառապում եմ արտաքին վտանգից։ Մենք գնում ենք եւ վերջապես Հայաստանը տեխնացու է։ Մենք պետք է լուծենք ներքին խնդիրները։ Սահմանը Թուրքիայի հետ սահմանը փակելու մասին չէ, հարցը այն է թե այսօր ինչ է տեղի ունենում Հայաստանի քաղաքներում, որտեղ դուք հստակ ակնհայտ կերպով, ես այստեղ չեմ եկել դատելու համար 20, 30, 40, չգիտեմ, ոստիկան, որոնք մարդկանց կալանավորում են։ Եթե օրինակ կաշառքի համար է, բայց եթե իրանց կարծիքի համար են իրենք դատվել, սոցիալական ցանցերում ուշադիր եղեք, զգույշ եղեք, որովհետև մենք շատ լավ գիտենք ինչ է տեղի ունենում, եւ դուք սկսում եք մեղադրել եւ հետապնդել մարդկանց, պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար։ Սա մեթոդ է արդեն։ Երբևէ մեկ անձի անգամ ժողովրդավարության մեջ չի կարելի բանտարկել, օրինակ գնանք Ստամբուլ, դուք չպետք է հարյուրավոր ոստիկանների ուղարկեք, դուք ասում եք, որ այս անձը ուղղակի պետք է գա այս դատարան, որովհետև դուք չեք պիտակավորում մարդուն միայն ինչ-որ մի ենթադրության կամ կարծիքի համար, որ նա վտանգավոր մարդ է։ Դուք պետք է տեղյակ լինեք, հայկական իշխանությունները, քաղաքական կուսակցությունները պետք է տեղյակ լինեն, որ դուք պետք է շատ ուշադիր նայեք սրան, եթե դուք տեխնացու պետություն եք, երկիր եք։ Շատ մեծ ժառանգություն կա խորհրդային իրավական համակարգից։ Մեղադրենք, ուղարկենք բանտ, կալանավորենք, հետո մենք կտեսնենք։ Եվ արդարադատության նախարարը փորձում է պայքարել այս պատմական ժառանգության հետ, սկսում ուղարկենք բանտ, հետո կտեսնենք ինչ տեղի կունենա, տեղյակ եղեք նման բաների մասին, որովհետև մենք շատ խորը սնվել ենք նման բաները։ Ես գիտեմ, որ հետագա տարիների ընթացքում, երբ խոսքը գնա Հայաստանի մասին, շնորհակալություն։ Հաջորդը Սեքնդերյանն է։ Խնդրում շատ կարճ մեր խոսքը ձևակերպենք։ Շատ շնորհակալություն, հարգարժան նախագահ, համանախագահողներ, նախասարակության մասնագետների, փորձագետների համար, իրենց զեկույցների համար, հատկապես շատ հետաքրքիր էր լսելու մեր մոլդովացի գործընկերոջը, որը խոսում էր հիբրիդ հարձակումների մասին Մոլդովայի դեմ։ Մենք տեսնում ենք շատ նման օրինաչափություն, որը նաև Հայաստանում է ծագում, որովհետև մենք 6 ամսից ունենալու ենք ընդհանուր ընտրություններ, բայց նախ եւ առաջ ցանկանում եմ ողջունել բոլորիդ Հայաստանում, պատիվ եւ արտոնություններ, որ դուք բոլորդ Երևանում եք,
Եվ մենք Հայաստանում հանդիպում ենք շատ մեկ այլ տարբերվող միջավայրում իրավիճակը փոխվել է եւ մենք կարող ենք հստակ ասել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվել է, բայց ինչպես Էդգարը նշեց, դեռևս շատ փխրուն է եւ մենք պետք է փայփայենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի խաղաղությունը անհողդողդ լինի։ Շատ կարեւոր է նաեւ, որ ունենք տեսլական, թե ինչպես ենք պատրաստվելու ապապլոկավորել Հարավ Կովկասյան տարածաշրջանը, բացել ճանապարհները, ենթակառուցվածքները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց սրանից էլ անդին եւ այս տեսլականով TRIP-ի հետ միասին, որը Վաշինգտոնում հայտարարվել է, մենք նաեւ դառնում ենք շատ ավելի մոտ Եվրամիությանը, բայց ոչ միայն մենք որպես տարածաշրջան, բայց ես կարծում սրա միջոցով մենք բերում ենք Կենտրոնական Ասիան ավելի մոտ Եվրոպական միությանը եւ ես կարծում եմ, որ սա շատ արժեքավոր երաշխիք է խաղաղության համար, մեր տարածաշրջանի համար, տնտեսական համագործակցություն, ճանապարհների ենթակառուցվածքների բացում, իհարկե կան շատ դեռ չլուծված հարցեր, օրինակ գերիների հարցը, պահվող անձանց հարցը, Ադրբեջանում անհայտ կորած անձանց հարցը, այս նոր իրավիճակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ես կարծում եմ, որ ավելի հեշտ կլինի այս թեմաները քննարկել եւ կան շարունակապես նման հարցերը քննարկվել են։ Բայց չեմ կարող չհասցեագրել ներքին հարցերը Հայաստանում ընդդիմությունից իմ գործընկերը ներողություն մենք ժամանակ չունենք 30 վայրկյան գործընկերը զարմացավ ինչու թե քաղբանտարկյալների հարցը չքննարկվեց որտեղ չկան քաղբանտարկյալներ Հայաստանում եկեք ձեռք բարձրացնենք քանի մարդ կկարծի որ մենք ունենք քաղբանտարկյալներ Հայաստանում 2018 թվականից մենք չենք գնում փոխզիջման կոռուպցիայի հետ, ժողովրդավարության վտանգների հետ, մեր երկրի ինքնիշխանության հետ վտանգների մենք թույլ չենք տալիս, որ Ռուսաստանը գա եւ մեզ ասի, թե ինչպես փրկել Հայաստանը, մենք ունենք բավարար փրկիչներ եւ հայ ժողովուրդը չունի փրկիչների կարիք հատկապես Հայաստանից դուրս փրկիչների։ Ես կարծում եմ այս քննարկումը շատ ժամանակին էր հիբրիդ հարցակումների հետ կապված եւ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս թեման հետագայում քննարկել վաղը մեր լիագումար նիստի ժամանակ քննարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդը պարոն Զիփերն է։ Պարոն նախագահ, շնորհակալություն։ Արևելյան գործընկերության եւ Հարավ Կովկասյան տարածաշրջանում մենք պետք է խոսենք այն մասին, որ